Բարի լույս, սիրելի հետևորդներ ջան, վաղ առավոտյան ժամերն են եւ ես տաքսիով գնում եմ Ալավերդի քաղաք, արդեն իսկ գիտեք, ասել եմ, որ մի քանի գործեր ունեմ եւ քանի որ ճանապարհի այս հատվածը շատ գեղեցիկ էր, այնտեղ հեռվում երևում է մեր թաքուհի Լալվար Սարը, Ձյունապատ, դե իսկ թաքուհիները միշտ էլ գեղեցիկ են լինում, վայելենք այս չքնաղ տեսարանը այս մի քանի րոպեի ընթացքում եւ դուք էլ ինձ հետ ճանապարհ եկեք վայելելով ճանապարհայեզրերի գեղեցկությունները, ապա խնդրեմ, ինչքան սիրուն է։ Եվ այսպիսի լավ օրով գնում եմ, չնայած որ այսքան լավ պայծառ արև է, բայց սառը քամի է փչում, արդեն հասնում ենք Ալավերդի քաղաք եւ ահա այստեղ տեսեք, թե այս բարձր ժայռ քարապների ներքո ինչպես են մարդիկ տներ կառուցել եւ շատ հին քաղաք է Ալավերդի քաղաքը։ Սիրելի հետևորդներ ջան, մի քանի րոպեից արդեն քաղաք կհասնեմ, բայց ինչևէ դեռևս տեսախցիկս պահում եմ, որպեսզի ձեր կարոտն առնեք, քանի որ գիտեմ, որ շատ եք սպասում այս պահերը դիտելուն։ Այժմ տնից եմ այս մոնտաժային աշխատանքները կատարում, սիրելի հետևորդներ ջան, տուն եմ եկել արդեն, մինչև որ ես կասեմ ինչ է եղել, դուք վայելեք տեսարանները։ Ուրեմն երբ որ տուն եմ եկել, մի քիչ լավ չէի զգում ինձ, շատ ցուրտ էր ու մի քիչ տող էր բռնել ինձ, որից հետո արդեն որոշ ժամանակ հետո արդեն իսկ ինձ լավ եմ զգում եւ որոշեցի իմ այսօրվա այս գեղեցիկ նկարահանումներին շարունակություն տալ եւ միանալ ձեզ, քիչ անց արդեն դեմքով կմիանամ։ Այստեղ Դեպետ գետի ափին եմ եւ նորից սպասում եմ մինչեւ որ գազ կլիցքավորի տաքսուվարորդը եւ շատ ցուրտ էր այստեղ եւ հենց այստեղից էլ իմ դողը բռնեց, բայց ինչևէ ես ուզեցի որ անպայման որոշակի նկարահանումներ կատարել հատուկ ձեր համար, շատ սիրուն է մեր Դեպետը։ Չնայած այն հանգամանքին, որ երբեմն գժվում է եւ ձեռք է բերել Կիժ Դեպետ անունը, ինչևէ հոսում է քաղաքի կողքով, այդպես ահա հեռվում արդեն քաղաքի մի մասն է երևում, փոքր քաղաք է մեր Ալավերդի քաղաքը, մի մասն էլ ահա այս վերևը, այս ժեռ քարափից այն կողմ գտնվում է Ալավերդի Սարահարթը, ահա Տեսնում եք, որ արևը պայծառ է, բայց դե սառը քամին էլ անպակաս է։ Ես արդեն իսկ տեսնում եմ, որ իմ մեքենան մոտենում է եւ պատրաստվում իրերս վերցնելու։ Այստեղ իմ պայուսակը վերցնեմ, հագուստս վերցնեմ եւ շարունակեմ գործերս ավարտին հասցնել։ Ահա մի մասն արդեն ավարտին եմ հասցրել եւ հիմա էլ այս տեսարանը ցույց տամ, ինչեւ որ մեքենան ավելի լավ կմոտենա ինձ, տեսնում եք թե ինչպես են մարդիկ տներ կառուցել, այստեղ ես եկել էի անձնագրի այդ բաժինը վերցնելու իմ ID քարտը եւ արդեն պատրաստ էր եւ հիմա շարունակեմ գնալ իմ մյուս գործերով։ Ահա արդեն շարժվում ենք եւ իհարկե ես նորից եմ միացել ձեզ, որպեսզի վայելեք այս ճանապարհները եւ ձեր մոտ լավ հիշողություններ արթնանան։ Խնդրեմ, սիրելիներս, վայելեք մեր Ալավերդի քաղաքի այս հատվածը։ Հիմա գնալու եմ բանկում էլ գործեր ունեմ, որից հետո նոր ամենավերջում ատամնաբույժի մոտ կգնամ եւ որից հետո էլ արդեն տուն կգնամ։ Մի խոսքով այսօր շատ վազքի մեջ եղա։ Ինչևէ, ես նույնպես վայելում եմ այս տեսարանները, քանի որ շատ եմ սիրում ճանապարհը վայելելով գնալ։ Այստեղ մեր առաջվա շուկան է, որը հիմա սուպերմարկետ է դարձել, իսկ այստեղ ցումն է, որը նույնպես ոչ թե ցում է, արդեն մասնավոր բաժիններով, այդպես մաս սեփական խանութների է վերածվել։ Այսպես եւ առաջ ենք ընթանում դեպի բանկ, որը գտնվում է մի քիչ ներքևի հատվածում, այստեղ Էկոնոմ բանկն է աջ թևի վրա եւ արդեն մյուս կողմը ձախ թևի վրա արդեն ԱԿՊԱ բանկն է, որը որ իմ գործերը այդտեղ են։ Այստեղ կիջնեմ, գործերս կավարտեմ եւ կշարունակեմ։ Ահա,
Նորակառույց է, վերջին տարիներին է կառուցվել եւ շատ լավ է կահավորված, աշխատակիցները շատ լավ վերաբերմունքով են։ Եվ արդեն այստեղ կանգ ենք առնում։ Ահա, մեր ճոպանուղին։ Ահա, շատ լավ հուշեր ունենք, բոլորս էլ կապված այդ ճոպանուղու հետ, թեպետև կանգ է առել։ Այստեղ արդեն գործերս ավարտել եմ եւ նորից ձեզ եմ միացել, որպեսզի նորից վայելենք մեր օրվա չնաշխարհիկ այս ձորերը քարուքարապների ներքո։ Մինչ մենք ճանապարհ ենք գնում, եկեք ձեզ ցույց տամ, թե ինչպես է սպասում ատամնաբուժանում իմ հերթին եւ այստեղ այն պահն է, որ բոլորիս հետ էլ պատահում է, երբ որ հայելի ենք տեսնում եւ անկախ մեր կամքից մոտենում ենք, մեր մազերն ենք ուղղում, մեր դեմքն ենք զննում, մեր հագուստն ենք ուղղում եւ որ արդեն շորտ վիդեոյի տեսքով ձեզ եմ ներկայացրել, շատերը տեք նայել, հավանել եք, լայքել եք, ջերմ խոսքեր եք գրել ինձ, որի համար իհարկե շնորհակալություն եւ սիրելի հետևորդներ ջան, մի փոքրիկ խնդրանք, որ շորտ վիդեոներում նույնպես ակտիվ լինեք, որ օրերից մի օր կարողանամ ուղիղ եթեր մտնեմ եւ YouTube-ը ինձ այդ հնարավորությունը տա, երբ որ շորտ վիդեոները ակտիվ են լինում։ Շարունակենք միասին ճանապարհորդել եւ այստեղ հիանալ նորից մեր լորվա ձորերով։ Այստեղ նույնպես ցրտահարություն չի եղել, սիրելի հետևորդներ ջան, քանի որ ծառերը ծաղկած են, տեսնում եք վայրի հոնը, այստեղ նաև մեր անտառները լի են վայրի ծիրանով անգամ, վայրի նշով եւ չի սևացել ծաղիկը, որը իհարկե շատ լավ է, հատկապես դեպետի ափին, ահա տեսեք, խնդրեմ, ծիրանի ծառն է, նշի ծառն է, հոնի ծառը էլի դիմացկուն չէ, բայց դիմացավ այս ձյանը, այնտեղ վերևում հաղպատավանքն է, հաղպատ գյուղն է, խնդրեմ գեղեցիկ սարերի ներքո եւ հրաշալի տեսարաններ։ Արդեն այստեղ հասնում ենք Աղթալայի կողմը, այնտեղ քարափի վերևում Աղթալան է, շենքերը երևում են, մաս եւ այստեղ Նեղոց գյուղն է, որտեղ որ էլի պետք է մի փոքր կանգ առնենք, քանի որ այդտեղ գնումներ ունեմ կատարելու, քանի որ ճանապարհի եզրին կա մրգերի եւ բանջարեղենի խանութ, սարցարան խանութ է այդտեղ, սիրելի հետևորդներ ջան, եւ այդտեղից ոչ միայն կարողանում են կիլոգրամով մրգեր գնել, այլև մեծածախ գնումներ է կատարվում եւ հիմա ավելի պարզ է երևում, ահա քարափի վերևում այդ շենքերը Աղթալայի, ձեր կարոտառը, գիտեմ որ սպասում եք։ Սիրելի հետևորդներ ջան, ես արդեն տուն եմ հասել, բայց արդեն ժամուկես համարյա 2 ժամ անցակացել, համ եկեք մի հատ իրար հետ խատատ կոֆե խմենք, համ տրամադրությունը բարձրացնենք, համ էլ իհարկե գիտեք որ կոֆեն շատ է թարմացնում, հատկապես երբ որ դրսից տուն ենք գալի, անմիջապես տպա ջազվել ենք գալի։ Ուրեմն սիրելիներս, այսօր շատ մրսել եմ, մի քիչ առաջադողս անցել, քանի որ քաղաքում շատ սառը քամի էր, հատկապես երբ որ դեպետ գետը հենց քաղաքի մեջով է հոսում, դե մարդն էլ իր գժություններով, համ պայծառ արև էր, համ էլ ահավոր սաստիկ սառը քամի։ Ահա, կոֆեն լցնեմ չմոռանամ։ Եկել եմ ու անմիջապես չեմ կարացել ձեզ միանամ, ոչ էլ անգամ իմ կոֆեն էփեմ էլի, որ մի քիչ, ասենք թե այդ պահին ինձ լավը զգամ, կծկվել եմ մի քիչ այդտեղ տաքուկ ադյալի մեջ ու մի քիչ սպասեցի, որ ինձ լավը զգամ նոր միանամ, որ մի քիչ առույգ ձևով միանամ, ոչ թե տկար ձևով, դողս չէր անցնում ուրեմն, բացի դեպետ գետի մոտ, այդտեղ մի քիչ այդ սառը քամու տակ, դրանից հետո էլ ճանապարհայեզրին չասած Աղթալա Նեղոց գյուղ կա,
ուրեմն այդտեղ մրգերի եւ բանջարեղենների մեծ ընդհանուր խանութ կա, պահեստային ոնց ասած, որտեղից որ համ կիլոգրամով են կարում առևտուր անել, համ էլ արդեն մեծածախ գնումներ էլ արվում այդտեղ, ու այդտեղ սառնարանային խանութ է, եւ մի քիչ էլ այդտեղ որ պտտվեցի, ինձ հարկավոր մրգերը գնելու համար, ահա այստեղա դեռևս չեմ տեղավորել, ուշքս դուրս նա, քանի որ իրիկ փակտի ժամն է ու արդեն մոտենում են տանը, ու արդեն իմ այդ պահերն է, որ պետքա համեն դասավորեմ, ու այդ ընթացքում էլ դողս չէր անցնում, ի վերջո ինձ տրամադրեցի վեր կացա այդ տակուկ ադյալի տակից, հետո ասի չէ, միգուցե որ շարժվեմ, արդեն իսկ այդ դողն էլ անցնի, հաղթահարեմ այդ բռնած դողին եւ ընդհանրապես այդպես է, պետք է չէ որ ամեն ինչին էլ մեր մեջ ուժ գտնենք ու հաղթահարենք, ոչ թե թուլանանք, ոչ թե ընկճվենք, այլ մեր կամքի ուժով այդ պահերին առաջ շարժվենք։ Ահա, չնայած միշտ այն կողմն եմ երբել իմ կոֆեն, բայց չուզեցի այդպես շատ ձգվել, քանի որ այսպես շոր գցել եմ ուսերիս ու չեմ ուզում, որ շատ շարժումներ կատարել, արդեն պղպջակներ է լինում ու ոնց որ թե իմ կոֆեն էսերտ խաշ չի դառնում։ Ընդհանրապես, երբ որ ինչ-որ մի բանը շատ սրտով ենք ուզում, սպասում ենք, այդ սպասելու պահերը երբեմն մեզ երկար է թվում, բայց երբ որ զրուցում ենք այդ պահերին, զրուցելու ընթացքում այդ սպասելը այդքան էլ մեր վրա չի թվում։ Դրա համար էլ միշտ այսպես հավեսով իրար հետ զրուցենք, իրար հետ մի բաժան կոֆե խմենք, հետո ես իմ առօրյան կիսեմ ձեր հետ, ինչպես միշտ, միգուցե ինչ-որ մի բանով օգտակար լինեմ ձեզ։ Ահա, Ջոն, համով գույրը տարածվում, Ջոն, այս գոլորշին, Ջան էլ ասում եմ, ուրեմն մի հետևորդուհի ունեմ, ինձ գրել է, որ ինչի եմ անընդհատ ասում Ջան, ու ես շատ գեղեցիկ ձևով բացատրել եմ, որ Ջանը այդպես բացականչական արտահայտություն է, երբ որ մարդը իրեն լավ է զգում, իր գործերը լավ են ընթանում եւ էմոցիաները արտահայտելու կարճ տարբերակ է։ Ահա, կամ Ջանը, կամ ուխային, ու այդպես լիքը լավ, բացականչական, համով փոքր կարճ բառեր ունենք մենք հայերս, ահա, բաղում չասեմ Ջան, Ջան ու Ջան, այսպես, դեռևս մի փոքր այդ դողը մեջս կա, սիրելի հետևորդներ ջան, դրա համար էլ հագուստս չեմ փոխել, ու մի հատ որ կոֆե խմեմ մի փոքր տաքանամ, արդեն ինքնաբերաբար որ կսկսեմ շարժվել, իհարկե իմ էներգիան կակտիվանա եւ այդ դողը կանցնի ինձնից։ Հիմա թեկուզ եւ մի փոքր տակ կարելի է վայելել եւ դուք էլ ձերը վայելեք, երբ որ հատկապես այս գժուկ մարտի սառը քամիներից դող է մտնում։ Ջան, մի քիչ որ տակ անում, արդեն մեկ այլուրից ձևի ենք, չէ, առաջի կումը խմում, մի փոքր էլ լեզուն այրում, բայց թե բանի տեղ չենք դնում, հետո ուզում ենք էլ մեր ձեռքից բաց չթողնել։ Կոֆեն արդեն տեղը տեղին խմելու պահերն է եւ այստեղ քանի որ շատ սրտով եմ ուզում, մի քիչ ուզում եմ այս պահին չզրուցել եւ արագ այս տաք կոֆեի կումերը վայելել, որպեսզի մի հատ էլ ներսից տաքանամ, լիովին կորցնելով իմ այսօրվա ստացած այդ դողը եւ ապա անցնեմ իմ հաջորդ զրույցին։ Ոյ, շատ ցուրտ է, սիրելի հետևորդներ ջան։ Այս ընթացքում գնացել եմ հավերիս կերակրելու ու լիքն ու բարով եմ եկել, ահա խնդրեմ, այս էլ իմ հավերի առածում, մի քանի օր արդեն սկսել են այսպես առատորեն ինձ ուրախացնել եւ հիմա այստեղ հավաքում եմ, ահա, այս իմ հին թեյնիկի մեջ, թաքուն այստեղ աչքից հեռու, քանի որ տաթևս ա գալու մոտորերս եւ սիրելի հետևորդներ ջան, ասեմ որ շատ լավ լուր ունեմ ձեզ ասելու, անակնկալով է գալիս տաթևս եւ եկեք այս մի քանի օրը սպասենք տաթևի գալուն, որ վայելենք
իր ներկայությունը իր սիրուն անակնկալով։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, հիմա չգիտեմ, էլի դողս սկսվել է, կասկածում եմ, որ կարողանամ շարունակություն տալ, երկար, հավանաբար կարճ կապեմ այսօր։ Որոշել էի, որ սմյուզի պատրաստել իմ գնած մրգերով, միայն բարձրացնեմ այստեղ սեղանի վրա, որպեսզի տանեմ և տեղավորեմ սառնարանում։ Չնայած հետ սառնարանի անունը տալիս եմ, էլի ոնց որ թե տող ա բռնում, ահա, ինչևէ, պետք չի որ այստեղ թողնեմ, որը տեղավորելու է այնտեղ կտանեմ, կանաչի եմ գնել այստեղ, որը պետք է պարտադիր սառնարանում դնեմ, էլի մրգերը այստեղ փեքուս խոհանոցում կմնա, քանի որ այստեղ էլ ա սառը, այսպես, հիմա հերթով պետքա տեղավորեմ և արդեն նիհարելու համար սմյուզին, սիրելի հետևորդներ ջան, կպատրաստեմ հաջորդ օրը և ավելի ինձ լավ զգալով, չնայած ինչքան էլ որ փորձում եմ հաղթահարել, բայց տեսնում եմ, որ այդ դողը չի անցնում, երևի մի հատ էլ թեյ պատրաստեմ, չնայած որ այդքան էլ թեյի սիրահար չեմ, բայց նման պահերին կարելի է։ Հիմա այստեղ սրա մեջ պետք է լցնեմ և տեսնեմ, որ մեկն եմ այստեղ թողնում և որ մեկն եմ տանում սառնարան, ահա, պարտադիր պետք է ցելոֆանի տոպրակներից հանեմ, բանալը մի քիչ իմ սրտով չէ, դրա համար այսքանն եմ գնել, շատ չէր լավ դեղին կամ էլ ավելի էր մքված, ահա, և այստեղ հիմա տեղավորեմ և այդպես հաջորդ խաբար, ահա, այստեղ կանաչիներն է, որը պետք է պարտադիր սառնարանում տեղավորեմ, չեմ մշակի, հենց այսպես կտեղավորեմ, այստեղ թարխունն է, ոյ, այստեղ անանուխ եմ գնել սիրելիները սմյուզի համար, այստեղ մեր սիրելի կոտեմն է հացուպանիրով վայելելու համար, գիտեք չէ, որ կոտեմը նույնպես կարող ենք սմյուզիների մեջ օգտագործել, ջան, բոլորը թարմ են, այստեղ համեմն է, իմ սիրելի, և այստեղ էլ արդեն կարմիր բլոկին է, հիմա սա նույնպես պետք է տոպրակից հանեմ, բայց այս պահին նորից մտցնեմ այստեղ, անանուխով թեյ կխմեմ հավանաբար, դրա համար սա այստեղ եմ թողնում, ուրեմն, այստեղ ինչ ունենք, այստեղ վարունգ եմ դնել, որը նույնպես բոլորը պետք է տոպրակից հանեմ, քանի որ արդեն այս ընթացքում արդեն սկսել է քրտնել, այդտեղ այդ խանութում, այդ պահեստային խանութում շատ ահավոր էր, զարմանում եմ, թե այդտեղի աշխատողները ոնց են դիմանում, երևի արդեն սովորել են այդ ցրտին, ահա, այսպես, մի քիչ խշխշացնենք այստեղ տոպրակները, այստեղ խնձորն է, սիրելի հետևորդներ ջան, կարծեմ սրա անունը սիբիրյան է, ինքը կանաչ, սպիտակ, կետիկներով, ահա, սրանք էլ եմ հանում, այստեղ, էթո, կարգով, ջան, ինչքան լավն է, թմբլի, կապատեսեք, ընտիրություն, մեր մոտ չկար սրանից, հետո դե որ դուք է եկել, ասի, հատկապես, որ ճանապարհայեզրին է, գործս այդտեղ անեմ, այստեղ ընտիր նարինջներ եմ գնել, սիրելիներս, հապա տեսեք ինչքան խոշոր է, գիտեք արդեն, որ շատ եմ սիրում խոշոր մրգեր գնել, քանի որ շատ ավելի հյութել է լինում, հատկապես նարինջի դեպքում և ընտիրություն է ուղղակի, ջան, զգում եմ, որ այդ տողը շարունակվում է, ես թեյ կխմեմ և դա էլ կհաղթահարեմ, այստեղ կիվիներն է, այ այսքան կիվի եմ գնել, էլի խոշոր, ընտիր, որակով և նաև ասեմ գները շատ մատչելի է, Ընդհանրապես եթե տոպրակներում այսպես թողնում եք, սիրելիներս,
քրտնում է արդեն տան ջերմաստիճանից եւ արդեն միրգը կարող է շատ ավելի արագ փչանալ։ Այսպես այստեղ արդեն օդ կխաղա եւ ամեն ինչ արդեն լավ կլինի։ Այստեղ ինչ ունենք, այստեղ էլի այդ նիհարեցնող սմյուզի համար եմ գնել, նեխուր է, մենք նեխուր ենք ասում, դե իհարկե իր անունը քարաուզ է, բայց մշտապես էլ նեխուր եմ ասել, անկեղծ այս տիպը չէի ուզում գնել, ուզում էի գնել առանց տերևների, բայց չկար, սա էլ կանաչիների մոտ կդնեմ, քանի որ սա արդեն իսկապես սառնարան, այստեղ արդեն իմբիր եմ գնել, սիրելիներս, ահա, որը նույնպես պիտի օգտագործեմ, սա ռայժմ էստեղ, ահա, այստեղ արդեն իմ գնումների կտրոնն է, հերթով իր գները գրված է, խաղող եմ գնել, սա արդեն սմյուզի համար չէ խաղողը, արդեն այնպես կվայրեմ, քանի որ շատ եմ սիրում խաղող, չնայած որ լիքը խաղողի կոմպոտ ունեմ, ահա, շատ է սառը, բայց սա է պետք է տոպրակից հանեմ, ահա, ընտիրություն ուղղակի, սա ռայժմ էստեղ եմ թողնում, թեև այլելուց հետո արդեն նոր սրանով կզբաղվեմ, այստեղ տերևով մանդարին եմ գնել, տոպրակները կամաց միտեղ հավաքեմ, այստեղ, խաղով այստեղ, տեսանելի թողնեմ, որ շուտը զբաղվեմ, այստեղ նածուն եմ գնել, որը նույնպես պետք է սառնանում տեղավորեմ, և իհարկե իմ սիրելի դուխանկա հացը կարբուշկայով, ընտիր, շատ համեղաբույրը, բայց այս պահին միայն ու միայն շտապել թեյ պատրաստել կանաչիները, վլոգն ավարտելուց հետո սառնարան կտեղափոխեմ և արդեն թեյնիկը վերցնեմ թեյի համար ջուրը եռացնեմ այսպես արագի մեջ ընդամենը մի բաժակ Մինչև որ թեյի համար ջուրը կեռա, սիրելի հետևորդներ ջան, այստեղ անանոխից 1-2 տերևի կվերցնեմ, իհարկե կլվանամ և անանոխով թեյ կվայելեմ։ Կարծում եմ սա ինձ կօգնի, որ դողս անցնի և հանկարծ չհիվանդանամ։ Ինչքան էլ որ ուժեղ եմ գտնվում, պարծենալ պետք չէ և պետք է պարտադիր մեզնով զբաղվենք։ Ջան, ինչքան համեղաբույրը ընտիրություն ուղղակի, բայց մտքովս մի լավ բան էլ անցնում, չգիտեմ, ինչ կարծիք եք, եթե այսպես ես հողի մեջ տնեմ, արդյոք եթե սառնալից էի դուրս եկել, ինքը արմատներ կտա, թե ոչ, ամեն դեպքում սա էլ կփորձեմ, և այսպիսով, սիրելի հետևորդներ ջան, ավարտեմ իմ այսօրվա վլոգը, մի քիչ կծկտուրը ստացվեց, մի քիչ խառը ստացվեց, բայց ամեն դեպքում ինչ-որ մի բան ստացվեց։ Թեյի համար ջուրը արդեն եռում է, դե մեկ բաժակ ջրի եռալուն ինչ կա, և արդեն անջատեմ։ Այստեղ պատրաստել եմ արդեն բաժակը անանուխը, բայց առանց շաքարի եմ վայելելու, քանի որ նիհարելու ճանապարհին եմ։ Այսպես, սիրուն և լցնեմ։ Ջան, բա ոնց չասեմ ջան, մի փոքր էլ կսպասեմ, արդեն իսկ գույնը դուրս է գալի, ընտիրություն։ Սիրելի հետևորդներ ջան, մինչև որ մրգերը բերեցի այստեղ դասավորեցի, սիրուն, հավեսով, որ այնտեղ աթոռի վրա չմնա, արդեն իսկ իմ անանուխի գույնը դուրս է եկել, ընտիրություն, և արդեն վայելեմ, որ դողս անցնի։ Այսպես, թեյնիկը մի կողմ, և շտապեմ թեյս վայելել,
Արդեն ցույց տվեցի, թե ինչքան հրաշալի է գույնը դուրս եկել, բայց տերևի կհանեմ, քանի որ չեմ սիրում, երբ թեյը շատ է մքվում։ Ահա։ Մինչև 1-2 բառ փոխանակեցի ձեր հետ, մթնել է։ Եվ ես արդեն ավարտեմ վլոգը, սիրելի հետևորդներ ջան, եղեք շատ ուշադիր ձեր առողջության նկատմամբ, քանի որ կարևորը մեր առողջությունն է։ Պակա։